Բարի երեկո, տիկնայք եւ պարոնայք։ Մենք շարունակում ենք ինչ որտեղ երբ հայաստանյան խաղերի գարնանային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա։ 24 տարիների ընթացքում մենք փորձել ենք հնարավորինս շատ հեռուստադիտողներ եւ գիտակներ ընդգրկել նաեւ մարզերից։ Զուգահեռաբար մենք աշխատել ենք նաև երեխաների եւ երիտասարդների հետ։ Այսօր հենց այդ աշխատանքի արդյունքում մեր ակումբի արտամրցութային խաղում հանդես կգա Կողբի թիվ 2 դպրոցի թիմը, որը անցյալ տարի հաղթեց իրենց շրջանում կայացված մրցաշարում։ Իհարկե, նրանց մի մասն արդեն հասցրել է դառնալ ուսանող։ Եվ ես խաղի եմ հրավիրում Նանե Թամազյանի թիմին։ 12-րդ դասարանի աշակերտ ապագա ֆիզիկոս Արթուր Փաշիկյան, 10-րդ դասարանի աշակերտուհի ապագա միջազգայնագետ Լիաննա Վարդանյան, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի թարգմանության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Սյուզի Ազատյան, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Ալվարդ Հուլիջանյան, 12-րդ դասարանի աշակերտ ապագա ծրագրավորող Էրիկ Վարդանյան եւ թիմի ավագ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Նանե Թամազյան։ Նանե Թամազյանի թիմի դեմ այսօր կխաղան Պատվական Համբարձումյանը, Լիլիթ Չախոյանը, Ասիա Աղեկյանը, Լաուրա Արզումցյանը, Էդիտա Արզումանյանը, Անի Հակոբյանը, Ժաննա Ադամյանը, Բլից, Վլադիմիր Գալստյանը, Գևորգ Դադայանը, Կարլեն Հակոբյանը, Ալեքսանդր Գաբրիելյանը եւ հարց Յունիբանկից։ Ինչ որտեղ երբ գարնանային խաղեր, հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր։ Հաշիվն է 0-0, առաջին խաղափուլ։ Բարի երեկո հարգելի գիտակներ։ Բարի երեկո պարոն Հավատալի։ Բարի երեկո պարոն Հավատալի։ Նանե, Այո։ դուք մարքեթինգի եւ բիզնեսի կառավարման ապագա մասնագետ եք։ Այո։ Ձեր կարծիքով ինչպես կարող է մեր խաղը օգնել ձեզ հետագա աշխատանքի մեջ։ Կարծում եմ, որ նախ խաղը լավ մասնագետներ գտնելու նաև հարթակ է եւ այս մարդիկ, ովքեր որ նստում են այս տեղանի շուրջ, նրանք ի վիճակի են հետագայում նաև լավ մասնագետներ դառնալ։ Շնորհակալություն, հաջողություն եմ ցանկանում ձեզ։ Ձեր դեմ խաղում է Լիլիթ Չախոյանը, բժիշկ, քաղաք Վոլգոգրադ, Ռուսաստան։ 1599 թվականին Ուիլյամ Շեքսպիրը հիմնադրեց Գլոբուս թատրոնը, որտեղ բեմադրվում էին բազմաթիվ ներկայացումներ։ Յուրաքանչյուր ներկայացումից առաջ թատրոնի առջև տեղադրվում էր դրոշ՝ կարմիր, սև կամ սպիտակ։ Ուշադրություն, հարցը. Ինչ էին խորհրդանշում այդ դրոշները։ Ժամանակ։ Մուտք է օլիմպիական խաղերում մայացամաքի, որտեղից է գլոբուսը։ Եթե կարող Շեքսպիրի հետ ինչ կարող կապ ունենային ու նշան էին տալիս հաչեք ավես հատվածը կամ թատրոնյան ու գլոբուս Եկինեի հետ էլի կապված, որտեղ այդ սպիտակ, սև կամ կարմիր։ կամ կարմիր։ Ինչ գույն, ինչ կարա ասացնի, խոսքի մուտքի հետ կապված ինչ Հա, որ բան լինի։ մտնում են կամ վերցնում են Խոսքի կարմիրը նշանակում Ցույց է տալիս այդ օրը ցույց տալի որ կինոնում ունի, որ մի քանի դահլիճ ալում է դահլիճն է, դահլիճում է տեղ ունի թատրոնը։ որ ներկայացումը որ դահլիճում է լավ։ Թիվը կապ ունի, կապ ունի թիվը 1950 Շեքսպիր։ Ներկայացումից առաջ է տեղադրված Շեքսպիրի թատրոնին կարող ալեին։ Ներկայացումից առաջ Բաքվում Խորհրդանշում էր թե ինչ ողբերգություն լինելու Աստիճան ողբերգություն կամ ողբերգություն։ Լավ։ Ուրիշ դրես կոդի հետ միտքը եկավ մտքից ինչ որ բան տես։ չեմ կարծում ուրիշ։ Լավ։ Ժամանակ։ Ով է պատասխանում, Նանե։ Էրիկը կպատասխանի։ Լսում ենք Էրիկ։ մենք կարծում ենք, որ այդ դրոշները խորհրդանշում էին թե այդ օրը թատրոնում ինչ ներկայացում էր լինելու։
ողբերգություն, թատերգություն կամ կոմեդիա։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Թատրոնի առջև տեղադրվող դրոշը ցույց էր տալիս բեմադրվող ներկայացման ժանրը։ Սև դրոշը խորհրդանշում էր ողբերգությունը, սպիտակ դրոշը կատակերգությունը, իսկ կարմիր դրոշը նախատեսված էր պատմական պիեսների համար։ 1-0 հօգուտ գիտակների Երիկ Վարդանյանը բերում է առաջին միավորը իր թիմին։ Ինչ որտեղ երբ գարնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, մեր վստահելի գործընկերն է Եվրոստան ու յուտ ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը, մտքի թարմության մեր գործընկերն է Ռոյալ Արմենիա սուրճը, գովաստ Արմենիա TV-ի եթերում։ Ուշադրություն, այսօրվա խաղի լավագույն գիտակին դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը նվիրում է գերմանացի գրող Հերման Հեսսեի Սիդհարթա այլաբանական վեպը սեփական մակագրությամբ։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին։ Գրատան գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել zangakbookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը, երկրորդ խաղափուլ։ Էրիկ, Այո, պարոն հաղորդավար։ թեև ձեզ ներկայացրեցինք որպես ապագա ծրագրավորող, սակայն աշխատանքի մասին ձեր պատկերացումները մի փոքր այլ են։ Կպատմեք, թե ինչով կցանկանայիք զբաղվել։ Ավելի կոնկրետ կիբերանվտանգությամբ։ Կիբերանվտանգությամբ։ Հա։ Կարծում եմ հեռանկարային աշխատանք է։ Իսկ Շեքսպիր կարդացել եք։ Ոչ։ Իզուր, առաջարկում եմ խաղից հետո անպայման կարդաք։ Ձեր դեմ խաղում է Վլադիմիր Գալստյանը։ Բժիշկ, քաղաք Սարատով, Ռուսաստան։ Տարիներ առաջ Apple ընկերությունը դատի է տվել Apfelkind մանկական սրճարանին եւ պահանջել, որ սրճարանը փոխի իր տարբերանշանը։ Ուշադրություն, հարցը։ Ինչ հայտնի արտահայտությամբ է ամերիկացի լրագրողներից մեկը վերնագրել այս դեպքի մասին պատմող հոդվածը։ Ժամանակ։ Կռվի խնձոր։ Երևի։ Խնձորն է Մեզ Apple վերաշնով միջապետ։ Ինչ է դա անունը։ Apple King։ of Kind։ Ուրիշ Ինչ-որ թարգմանաբար ինչ-որ ասացած լինի անգլիական։ նորից խնդրել Pineapple, ես շատ գիտեմ, Apple-ը ուրիշ բառը անգլերենով։ Բայց կռվախնձորը անգլերենում էլ է այդ նույն ձևով թարգմանվում։ Հունական մի ֆերի չի այդ։ Ուրիշ խոսքի մեզ վերաշնով միջապետ տենց ինչ-որ։ չէ։ Իրանք չեն, Լրագրող էր էլ։ Դրա մասին գրել է։ Ինչ հայտնի արտահայտությունք է ամերիկահայ լրագրողին բժիշկ այլ Խնձորի հետ էլ ուրիշ ինչ բան կա։ Խնձորի հետ, խնձորա կծած խնձոր։ կարող է լինի էրոտիկ կռվախնձոր։ Խնձորում ինչ որ ճիճու, չգիտեմ որ մի խնձոր է որջ, խնձորա որդ։ Ուրիշ ասեք։ Չգիտեմ որ Ինչ որ հայտնի արտահայտություններ հիշեք։ Արտահայտություն Խնձորի հետ կոնկրետ կապված։ Կարա մի բառով, կարա երկու բառով։ Ուրիշ հայտնի արտահայտություններ։ Ժամանակ, ով է պատասխանում, նան է։ Արթուրը կպատասխանի։ Լսում ենք Արթուր։ Այդ կռիվն անվանեց կռվախնձոր, կռվախնձորի պատմված կամ դրա նման մի բան։ Հասկանալի է, ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Apple եւ Apfelkind անվանումներից պարզ է դառնում, որ երկու ընկերություններն էլ անվանակոչվել են ի պատիվ խնձորի։ Նրանց միջև ծագած վեճի մասին պատմող հոդվածը ստացել է կռվախնձոր անվանումը 2-0։ Արթուր Փաշիկյանը բերում է երկրորդ միավորը իր թիմին, հաշիվը դառնում է 2-0 հօգուտ գիտակների։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Աթենք ընկերության բրենդ մենեջմենտի բաժնի ղեկավար Հայկ Հայրապետյանը։ Բարի երեկո, պարոն Հայրապետյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Հայրապետյան, ներկայացրեք խնդրեմ Աթենքի ֆիրմային խանութների ցանցի վերջին նորությունները։ Ինչ նոր խանութներ եք բացել, ինչպես եք ընդլայնվել եւ ինչ ծրագրեր ունեք 2026-ին։
Պարոն հաղորդավար, անցած տարի մեր հանդիպումից մինչ հիմա բացվեց մեր ֆիրմայի խանութը Գետամեջի մեր արտադրական համալիրի կից, որը որ շատ սպասված նախաձեռնություն էր արտադրական համալիրի հենց բացումից սկսած։ 26 թվականին բացեցինք առաջին ֆիրմայի խանութը Արմավիր քաղաքում, որը շատ համապատասխանում է մեր մարզային համայնքներում զարգացման ռազմավարությանը։ Իսկ 26-ի հետ կապված բավականին հավակնոտ պլաններ ունենք, որոնց հաջողություններով մեծ սիրով կկիսվեմ ձեր հետ հաջորդ մեր հանդիպումների ժամանակ։ Պարոն Հայրապետյան, շնորհակալություն, իսկ Կողբուն կամ Նոյեմբերյանի տարածաշրջանում ունեք աթենքի խանութ։ Ցավոք սրտի այս պահին չունենք, Աստված տա, որ շուտով հաջորդ մեր հանդիպումներին ուրախությամբ հայտնեմ, որ արդեն ունենք։ Առաջարկում եմ ներառեք։ Լավ առիթ է։ Շնորհակալ եմ առաջարկի համար անպայման։ Շնորհակալություն, ինձ մնում է ավելացնել միայն, որ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ կպատասխանեն, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Արթուր, Այո, մտածում եք ֆիզիկոս դառնալու մասին։ ճիշտ այդպես։ Հետաքրքիր է, եթե ունենայիք ժամանակի մեքենա, աշխարհահռչակ որ ֆիզիկոսի լաբորատորիայում կցանկանայիք աշխատել։ Բորի, երևի, Բորի լաբորատորիայում, ինչպես հայտնի են աշակերտներ, նույնպես եղել են շատ հայտնի ֆիզիկոսներ։ Հարց Յունի բանկից։ Ձեր դեմ խաղում է Յունի բանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։ Ամիսներ առաջ պարոն Հակոբյանը Գերմանիայում այցելել է մի թանգարան, որը նվիրված էր մասնագիտական գործունեության տեսակներից մեկի պատմությանը։ Իսկ հիմա ուշադրություն, գեղանկար։ Թանգարանում պարոն Հակոբյանը նկատել է 19-րդ դարի այս կտավը, որի հեղինակը Հերման Պոմերինինգն է։ Այդ մասնագիտության ներկայացուցիչները սովորաբար իրենց պատկանող հաստատության կողքին ունենում էին նմանատիպ այգի, որտեղ աճեցնում էին օգտակար հատկություններով օժտված տարբեր բույսեր։ Ուշադրություն հարցը, որ մասնագիտության մասին է խոսքը։ Ժամանակ։ Այգի, Գյուղը, չգիտեմ, գինեգործություն, չէ, Դեղագործների։ կարող է բանը տերտերնին եկեղեցինում, որ աղքատնույն օգնել։ 15-րդ դարում Տեղաբույսեր է, տեղաբույսեր է, Հոգեբուժարան նկարը էլի։ Հոգեբուժարան որ տեղաբույսեր է, Հոսքան հոգեբուժարանից, բան, տենց։ Օգտակար հատկություններ ունեցող, իսկ եթե թեյագործ, թեյագործ, թեյեր։ Կարա այդ բժիշկ կարա լինի, որ ավելի շատ աշխատվում, այսինքն բարակիչ բաների հետ ու իրան օգտակար բան ավելի շատ պետք կլինի։ նմանատիպ ինչ-որ ուրիշ մասնագիտություններ, բույսերի հետ աշխատող։ Բույսերի հետ աշխատող։ Եկեղեցականին ես թվեր։ Ինչ առումով։ Որ օգնեին բանական Աղքատներին օգնել բամով։ հողագործ, չգիտեմ, Դեղագործ, բժիշկ։ Հարցը մի ներկասեք։ Որ մասնակցության մասին է խոսքը, ինչ մասնակցության տերը այդպես է։ իսկ եթե հոգեբույս, չգիտեմ, մարդկանց, Ամեն բայց ինձ թվում է բժշկի Ինձ էլ անվատակ բան է ինչ-որ տեղագործի ավելի շատ։ Նանե, ով է պատասխանում։ Ես կպատասխանեմ պարոն հաղորդավար։ Մենք կարծում ենք, որ խոսքը դեղագործների մասին է։ Դեղագործների մասին է։ Իսկ ինչ ուրիշ տարբերակներ կար Նանե։ Հոգեբուժ, ուղղակի բժիշկ, թեյագործ, կար նաև քահանաները կամ եկեղեցականները։ Դուք որոշեցիք ընտրել դեղագործը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Այգում նրանք աճեցնում էին տարբեր բույսեր, որոնց հիման վրա պատրաստում էին դեղամիջոցներ։ Խոսքը դեղագործների մասին է։ 3-0։ Նանե, իհարկե դուք շատ լավ եք խաղում, բայց ես առաջարկում եմ, որ մի փոքր վստահ քննարկեք, աշխուժ քննարկեք եւ ամենակարևորը բարձր, որպեսզի հեռուստադիտողն էլ ձեզ լսի։
Շարունակում ենք խաղը 4-րդ խաղափուլ։ Նանե, Այո, պարոն։ որքան ժամանակ եք խաղում այս կազմով։ Արդեն 1 տարի եւ երևի թե մի փոքր ավել։ Ինչ եք կարծում այս կազմում դուք կարող եք հաջողության հասնել նաև համահայաստանյան հարթակում։ Մենք մեր ուժերի ներածը կանենք, որպեսզի հայտնվենք այդ առաջնությունում։ Իսկ ինչ պետք է անեք։ Շատ ավելի շատ աշխատել, շատ ավելի շատ ներկա գտնվել խաղերին նաև։ Եվ գոնե Շեքսպիր կարդալ։ Ձեր դեմ խաղում է Ալեքսանդր Գաբրիելյանը, տնտեսագետ Երևանից։ Ուշադրություն հարցը։ Ինչու է Թունիսի հնագույն խոշոր քաղաքների մեծ մասը տեղակայված միմյանցից առավելագույնը 60 կիլոմետր հեռավորության վրա։ Ժամանակ։ Որ աղմուկ չլինի խոսքի իրար չխանգարեն կամ հակառակը։ Թունիսը որտեղ է։ Հնագույն Թունիսը որտեղ է։ Աֆրիկայի։ բնակչությունը ավելի քիչ իրար չշոքին, չգիտեմ, մոտիկ չմնալին Իսկ կարող է որ պատերազմների ժամանակ ոչ շատ հեռու լիներ, ոչ շատ որ զորքը կաներ օգնության հասներ։ Ու ոչ էլ շատ հեռու լիներ Նեղոսի քաղաքներից։ գետաբերերին է ինչքան։ վարարելու հետ կապված ինչ-որ չկա ծածկի։ Խոսքի եթե ծածկի ուրիշ տեղ ապրելու տեղ ունենան իրար հետ մնալու ինչ-որ ժրակացի։ Իսկ եթե պատերազմն են իրար հետ Ջրի հետ կապված գրաված երկիրը։ Հնագույն խոշոր քաղաք։ Հնագույն քաղաքներ, որպես նաև չկենտրոնանա ինչ որտեղ խոշոր քաղաքները իրարից հեռու։ առանձին են։ 60 կիլոմետր շեշտվել է դա։ Առավելագույն Կամ թե Ճանապարհի երկարությունը լավանալ որ բան կարա։ առանձին տեղակային հարցակումը պատերազմների ժամանակ, չգիտեմ ինչ որ ձևով օգնի։ Իսկ եթե շրջանաձև են եղել քաղաքների կարա դա ինչ որ Ժամանակ, լսում եմ ձեզ, ով է պատասխանում։ Ես կպատասխանեմ հարցին։ Մենք կարծում ենք, որ ամեն դեպքում գետաբերանին գտնվելով խանգարել է գետը, որպեսզի իրանք միմյանց մոտ գտնվեն։ Հասկանալի է։ Արթուր, Այո։ դուք եք հարցնում Թունիսը որտեղ է։ Այո։ Գիտեք, որ ձեր աշխարհագրության ուսուցչուհին հիմա նայում է այս հաղորդումը։ Ես մոտավորապես պատկերացնում եմ, բայց ավելի լավ է կոնկրետ իմանալ տղա։ Իսկ ով ասեց, որ Նեղոսի մոտ է գտնվում։ Ես երևի։ Իմիջայլոց ասեմ, ձեր աշխարհագրության ուսուցչուհին էլ է նայում։ Իսկ Նեղոսի մոտ ո՞ր պետությունն է։ Եգիպտոս։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Բանն այն է, որ 60 կիլոմետրը մոտավորապես համապատասխանում է այն առավելագույն հեռավորությանը, որը կարող էր անցնել միջին արագությամբ ընթացող ուխտերի քարավանը մեկ օրվա ընթացքում։ Քաղաքները կամ հանգրվանները կառուցվում էին այն հեռավորության վրա, որպեսզի ապահովեն գիշերակաց ջրի եւ սննդի պաշարների համալրում, ինչպես նաեւ թույլ տան իրականացնել առևտրային գործարքներ։ 3-1 Ալեքսանդր Գաբրիելյանը բերում է առաջին միավորը իր թիմին եւ հաշիվը դառնում է 3-1 հոգուտ գիտակների։ Իսկ մենք շարունակում ենք խաղը 5-րդ խաղափուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր հարցերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով. Երևան, Եղվարդի խճուղի 1, Արմենիա հեռուստատեսություն, ինչ, որտեղ, երբ հեռուստախաղին, կամ info@prt.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև 3w.tv.am կայքի միջոցով։ Այն նամակները, որտեղ տեղեկատվության աղբյուրը եւ ձեր հեռախոսի համարը նշված չեն լինի, չեն դիտարկվի մեր խմբագիրների կողմից։ Ձեր դեմ խաղում է Ժաննա Ադամյանը, նախագծերի ղեկավար Երևանից։ 2026 թվականին նախորդող օրերին Պրահայի թաղամասերից մեկը որոշեց հրաժարվել սովորական տոնական զարդարանքներից եւ հայտարարեց էսքիզների անսովոր մրցույթ։ Ընդ որում, կազմակերպիչները շեշտել էին, որ իրենց հետաքրքրում են ոչ թե տեխնիկական վարպետությունը, այլ նկարիչների անկեղծությունն ու անձնական կապը թաղամասի հետ։ Ուշադրություն էկրանին։ Մրցույթի արդյունքներով
Հանձնաժողովը ընտրեց 5 պարզ, բայց արտահայտիչ կոմպոզիցիաներ։ Էկրանի վրա դուք տեսնում եք դրանցից մեկը։ Դրանք վերածվեցին իրական լուսային ինստալացիաների և զարդարեցին փողոցներից մեկը։ Ուշադրություն հարցը. ովքեր հաղթող ճանաչվեցին այդ մրցույթում։ Ժամանակ։ Ինչ որ ես էլ իմ պատասխանը։ Նախ պատկեր ավելի շատ երեխայի ձեռքի աշխատանքի անման։ Կարա բանի աշխատանք էլի Հետո prisoner-ների Կարող է ոսն հարբած մարդիկ էին նկարելիս։ Մարդիկ լինեին կամ այս լույսերը որտեղ են ավելի շատ օգտագործվում։ Ինչ որ մասնագիտության մեջ, որ կարա Չէ, մասնագիտության լույսերն արդեն նկարի վրով այլել ինստալացիա։ Այս թղթի վրա նկարել են, գնահատում էր ավելի շատ անկեղծությունն ու կապը քաղաքի հետ։ կարոտը կարա գնահատվի օրինակ։ Կարող է ծերեր, որ արդեն մեծացել են, երկար ժամանակ դի մնացել են նրանք նկարել։ Ծերանոստներ հա կարա էլի։ Ծերանոց կամ ինչ որ հիվանդ մարդիկ դիմաց։ իսկ եթե ինչ որ մասնագիտության կապակցվածություն է։ Գլխին ըստ տղա չէ նկարած։ Սա պալմա է հիշեցնում։ Պրահայա։ Պրահայում Ուրիշ ինչ կապ։ տարբերակ։ Վետերաննի Մանկա, չգիտեմ, մանկատան երեխեք կարան նկարածել ինչ որ տես։ Թվում է, չէ, կարանք չխորենանք երեխաների բանով էլի։ Ովքեր են։ Ուրիշ տարբերակ կա։ Ժամանակ, Նանե, Ալվարդը կպատասխանի։ լսում ենք Ալվարդ, Կարծում ենք, որ հաղթեց երեխաների աշխատանքը։ երեխաների։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Մրցույթի արդյունքներով հանձնաժողովը ընտրեց 5 պարզ, բայց արտահայտիչ կոմպոզիցիաներ, որոնք ստեղծել էին թաղամասի մանկապարտեզների երեխաները։ 4-1։ Իսկ մենք շարունակում ենք խաղը 6-րդ խաղափուլ։ Ալվարդ, Այո, պարոն հաղորդավար։ ապագա իրավաբան եք, Այո։ իսկ մեր անվանի գիտակ բժիշկ Արամ Ղուլիջանյանի խաղին հետևել եք մեր ակումբում։ Հեռուստատեսությամբ եմ հետևել, իրական կյանքում դեռևս չի պատահել։ Այսինքն դուք ծանոթ չեք, պարզապես ազգանուններն են համընկնում։ Ազգանունները համընկնում են եւ եթե տոհմածառով նայենք, բնականաբար հեռավոր ազգականներ դուրս Անկամ այդպես, հասկանալի է։ Բլից, 3 հարց յուրաքանչյուրի համար 20 վայրկյան քննարկման հնարավորությամբ։ Մեկ միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Ձեր դեմ խաղում է Կարապետ Խաչատրյանը, սննդի փորձագետ Օշական գյուղից։ Համացանցում Ջոլի Էմանուել կեղծանվամբ հանդես եկող նկարիչը նկարում է հայտնի մարդկանց, ստեղծված դիմանկարը համապատասխանեցնելով արտիստի բեմական անվանը։ Ուշադրություն, առաջին հարցը։ Ուշադրություն, էկրանին։ Ում այլաբանական պատկերն եք դուք տեսնում էկրանին։ 20 վայրկյան։ Ամերիկացի ռեփ։ ինչ որ 50 cent 50 cent, 50 cent։ Տարեր կա Ինչ որ մուլտիկի հերոսի գիրք։ եմ Travis Scott կարող է լինել։ Հա, Travis Scott կարա։ Կլոս։ Բայց բանի է նման, էլի կոպեկի է նման։ Շրջանում։ Ու իրեն։ Կոպեկ, հա։ Որտեղ ինչ որ հայտնի մարդ է։ 50 cent։ Ժամանակ, Նանե, ով է պատասխանում։ Ես կպատասխանեմ։ 50 cent-ի մասին է խոսքը։ 50 cent-ի մասին է խոսքը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Մետաղադրամի տեսքով Ջոլի Էմանուելը պատկերել է ամերիկացի ռեփ կատարող 50 cent-ին։ Առաջին հարցին դուք ճիշտ պատասխանեցիք։ Ուշադրություն, երկրորդ հարցը։ Ուշադրություն, էկրանին։ Ում է պատկերել Ջոլի Էմանուելը այս դիմանկարում։ Ժամանակ։ The Weeknd, հա, The Weeknd։ Ուրիշ նման է։ Զացում թագնոստիկ աչքերի վրա։ Ագնոսներ չի։ Չէ, ես մասն ինչ որ գից կա։ Ուրիշ Էլի երկի։ Բայց օրացույց թվերը ինչ կապ ունի խոսքի։ Weekend։ Weekend։ Ժամանակ։ նորից ես կպատասխանեմ։ The Weeknd-ի մասին է խոսքը։
Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Դիմանկարը զբաղեցրել է օրացույցի միայն շաբաթ և կիրակի օրերը։ Այսպես հնարամիտ նկարիչը պատկերել է կանադացի երգիչ The Weeknd-ին։ Երկրորդ հարցին էլ դուք ճիշտ պատասխանեցիք։ Վճռորոշ երրորդ հարցը։ Ուշադրություն էկրանին։ Իսկ ով է դարձել Ջոլի Էմանուելի այս աշխատանքի հերոսը։ Ժամանակ։ Հայլի հայտնի։ Նկարն էլ անում։ Պատասխանը պատրաստ է, պարոն հաղորդավար։ Լսում եմ ձեզ։ Խոսքը рэպեր Էմինեմի մասին է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ M տառը M&M's շոկոլադե գնդիկի մեջ։ Ջոլի Էմանուելի այս դիմանկարում Մարշալ Մեթերսն է։ Նույն ինքը Էմինեմը։ Դուք հաղթեցիք բլիցում 5-1։ Այս պահին մեր ակումբում սուրճի ընդմիջում է։ Նանը սիրում եք սուրճ։ Ոչ։ Ես սիրում եմ բերեք։ Առաջարկում եմ վայելել Royal Armenia սուրճը և թարմացնել ձեր միտքը։ Ինչ, որտեղ երբ գարնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, մեր վստահելի գործընկերն է Եվրոստանույութ ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը, մտքի թարմության մեր գործընկերն է Royal Armenia սուրճը։ Գովաստ Armenia TV եթերում։ Տիկնայք և պարոնայք, մեր դահլիճում ներկա է Յունիբանկի ռիսկերի կառավարման գծով տնօրեն Սերգեյ Քոչարյանը։ Բարի երեկո, պարոն Քոչարյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Շատ հաճելի է կրկին ձեզ տեսնել մեր դահլիճում։ Շատ հաճելի է։ Պարոն Քոչարյան։ Այո, պարոն հաղորդավար։ Ինչ կարծիքի եք մեր այս նախաձեռնության մասին, որ մենք գնում ենք տարբեր մարզեր, հրավիրում ենք երեխաներ, մարզերից գիտակներ։ Պարոն հաղորդավար, միայն ողջունել կարելի է այդպիսի նախաձեռնությունը, առավել ևս երբ հրավիրում եք դպրոցականների կամ ուսանողների զարգացնելու համար ինտելեկտուալ խաղերը նաև մարզերում։ Միայն ողջունել կարելի է այդպիսի նախաձեռնությունը։ Իդեպ կարող եմ կիսվել մի գաղտնիքով, պարոն Քոչարյան, մենք արդեն պայմանավորվածություն ունենք Նարեկ Մնացականյանի հետ, որ մեր հաջորդ այցը լինելու է Սյունիքի մարզ, հաջորդ դպրոցը լինելու է Սյունիքի մարզից։ Կարծում եմ այնտեղ ևս շատ ուժեղ թիմ կհանդիպեք։ Վստահ եմ, պարոն Քոչարյան, շատ շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Շարունակում ենք խաղը, 7-րդ խաղափուլ։ Նանե։ Այո, պարոն հաղորդավար։ Ռեփ երաժշտություն սիրում եք։ Ոչ այնքան։ Թեև բոլորին գիտեիք։ Այո։ Այսինքն լսում եք այնուամենայնիվ, նայում եք, դիտում եք համերգները, դեմքով գիտեք։ Այո, կարելի է նաև այդպես ասել։ Որ ոճն եք սիրում եւ որ երգիչն է ամենասիրելի երգիչը ձեր։ Երևի չեմ կարող այս պահին ասել ինչ-որ մեկի անտան, բայց ավելի շատ փոփ կամ հիփ-հոփ ժանրի։ Հասկանալի է։ Ձեր դեմ խաղում է Պատվական Համբարձումյանը, լեզվաբան Երևանից։ 1990-ականների սկզբին Յուրգեն Կլինսմանը հաջողությամբ հանդես էր գալիս անգլիական Տոտենհեմ ֆուտբոլային ակումբի կազմում։ Կլինսմանը հաճախ էր շնորհակալական նամակներ ստանում իր փայլուն ելույթների համար։ Այդպիսի հիացական նամակ Յուրգենը մի անգամ ստացել էր մի խումբ ուսուցիչներից։ Ուշադրություն հարցը։ Համաձայն ուսուցիչների նամակի, ինչի հանդեպ էր կտրուկ աճել աշակերտների հետաքրքրությունը։ Ժամանակ։ Երեխեքին են տարել իրենց Յուրգեն, ինչ մասնագիտություն ունեք։ Ֆուտբոլիստ է։ Ֆուտբոլի հանդեպ կարող են Երեխեք գնում են ֆուտբոլի ինչ-որ բան տենում է։ Ինչ-որ երեխեքով են գնում, երեխեքին են գնում իրենց առաջով ինչ-որ երեխեքին են հանդիպում, այսինքն խաղը հետաքրքրություն առաջացնում երեխեքի մոտ։ Չես թվում է ֆուտբոլից ուրիշ բան պետք է ալի։
Տոտենհեմը կարող է ֆուտբոլի Ֆիզիկա, ասենք գնդակի հարված հետաքրքիր։ Ինչի հանդեպ է կտրուկաճել երեխաների սերը։ Եթե ուսուցիչներն ֆիզիկայի եկեղեցապության դպրոցական առարկայի հանդեպ հետաքրքիր հաշվում են ոնց է գնդակը գնում, հետաքրքրվում են թե ոնց է այդ ամեն ինչ աշխատում։ Անվան հետ ինչ որ կապ կարող է ունենալ։ Տոտենհեմն է։ Դրանց կառավարիչ հարուստեր ինչքան։ Ուրիշ Կարող է բիզնես։ ֆիզիկայի հանդեպ սերը։ Ժամանակ, Նանե, Արթուրը կպատասխանի հարցին։ լսում ենք Արթուր։ Մենք մտածում ենք, որ դա ֆիզիկայի հանդեպ է երեխաների սեր առաջացրել։ Որովհետև դուք ուզում եք ապագա ֆիզիկոս դառնալ դրա համար։ Հասկանալի է ձեր պատասխանը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ֆուտբոլ սիրում եք։ Ոչ։ Իսկ Տոտենհեմը որտեղ էր։ Որտեղ Անգլիա։ Իսկ Յուրգեն Կլինսմանը որտեղացի էր։ Նորվեգացի։ Գերմանացի է։ Ուսուցիչների խումբը շնորհակալություն է հայտնել Յուրգեն Կլինսմանին նրա համար, որ աշակերտների շրջանում մեծացել է հետաքրքրությունը գերմաներենի նկատմամբ աշակերտները հիանալով գերմանացի ֆուտբոլիստի խաղով սկսել էին ակտիվորեն ուսումնասիրել նրա մայրենի լեզուն։ Պատվական Համբարձումյանը բերում է երկրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Դրամաբանությունը բռնեցիք, եթե ուսուցիչներն են պետք է առարկա լինի, պարզապես չֆիքսեցիք, որ Յուրգեն Կլինսմանը գերմանացի լինելով խաղում է Անգլիայում։ Շարունակում ենք խաղը, 8-րդ խաղափուլ։ Նանե, Այո, իսկ ձեր կյանքում եղել է, որ ոգեշնչվեք ինչ-որ հայտնի մարզիկի կամ արվեստի ներկայացուցիչի կերպարով եւ որոշեք սովորել նրա մայրենի լեզուն։ ճիշտն ասած չի եղել նման դեպք։ Ինչ լեզուներ եք բացի մեր մայրենից ուսումնասիրում, սովորում, տիրապետում։ Անգլերեն, ռուսերեն ու ժամանակին հետաքրքրված էի չինարենով։ Ինչու ժամանակին, ինչու չշարունակեցիք։ Սլաքի ուղղությամբ Ասիա Աղեկյան։ Ինչու չշարունակեցիք։ Ուղղակի չկարողացա ժամանակ գտնեմ ուսման հետ կապված միասնական քննությունների ու համալսարանի։ Հասկանալի է։ Ձեր դեմ խաղում է Մարմարե արծվի մրցանակակիր Ասիա Աղեկյանը, քիմիկոս Երևանից։ 1895 թվականին գրականագետ Նիկոլայ Ռուբակինը միջին վիճակագրական ընթերցողի մասին գրել է հետևյալը. այս մարդիկ գրքում փնտրում են արկածներ հերոսների մասնակցությամբ։ Նրանք նաև նայում են որոշակի նշանների։ Եթե դրանք շատ են, ապա միանգամից ձեռք են բերում գիրքը։ Ուշադրություն, հարցը. Ինչ նշանի մասին է խոսքը եւ ինչ է այն նշանակում։ Ժամանակ։ Վտանգի նշանը որ կա կարա ինչ-որ։ Արգելված գրքերը, որ արգելված գրքերի վրա որ խաչա լինի։ 18+ տարիքային սահմանափակում։ Մամա, եթե արգելված է, ուզում են կարդան տենան ինչի է արգելված։ Խաչ ինչ-որ կամ Արգելված գրքերի վրա մեծ կարմիր խաչեր լինի։ Բայց արկածային գրքեր չեն հիմնականում։ Դեք բայց կարա մեջ արկածներ։ Կարմիր գույնը որ վտանգի գույնը։ Եթե ձեռք են բերում օրինակ գրադարանից, որ շատերն են կարդում, միգուցե գրքի արտաքին տեսքը ինչ որ Մաշվածությունն ավելի հետաքրքիր է։ Ուրիշ հերոսի հետ իրենց նմանությունը, բայց Մարդիկ ինչի է հանդեպ են հետաքրքրություն զգում։ Օրինակ եթե արգելված է, ուզում են կարդան ու արգելված։ մաշվածությունը, հետո կարմիր գույնը կամ հարթական նշանները, եթե շատ են Վտանգի նշանից մտածել, որ վտանգի նշանը գրքի հետ է։ անտիուտոպիան Որ հետաքրքրություն առաջացրել, որ իրանք դրան այդ գիրքը վերցեն։ ուրիշ իրական սա բիճեքի վրա հիմնված։ Իրական։ ոնց ինչ նշաններ կարան արտահայտվի։ Պրոստը տարել։ Ժամանակ, Նանե, Ալվարդը կպատասխանի։ լսում ենք Ալվարդ։ Եթե հաշվի առնենք, որ գրքերը ձեռք են բերում ոչ միայն խանութից, այլև գրադարանից, որտեղ շատերն են կարդում, միգուցե գրքի մաշվածությունը կարող է նշան հանդիսանալ, որ ավելի հետաքրքիր է, ուստի շատերն են կարդացել, այսինքն այդ նշանը գրքի
մաշված տեսքն է։ Խոսքը կետադրական նշանի մասին էր, Ալվարդ։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Խոսքը գծիկների մասին է, եթե գծիկները շատ են, ուրեմն գրքում շատ երկխոսություններ կան։ Միջին վիճակագրական ընթերցողը թե Ռուբակինի ժամանակաշրջանում, թե բոլոր ժամանակներում ուղիղ խոսակցական լեզուն ավելի հեշտ է հասկանում։ Ասիա Աղիկյանը բերում է 3-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յոնի բանկից, իսկ հաշիվը դառնում է 5-3 հոգուտ գիտակների։ Շարունակում ենք խաղը, 9-րդ խաղափուլ։ Ալվարդ։ Այո, պարոն հաղորդավար։ Իսկ դուք սիրում եք այնպիսի գրքեր, որտեղ երկխոսությունները շատ են։ Այո, սիրում եմ։ Թե հաստափոր գրքերի ընթերցումից նույնպես չեք վախենում։ Ամեն տեսակի գրքեր էլ սիրում եմ ընթերցել։ Ամենասիրված հեղինակը կամ գուցե 3 հեղինակները կնշեք։ Սիրում եմ Դերանիկ Գևորգ Դեմիրճյան։ Դադայան։ Քանի որ պատմական գրքեր եմ սիրում, Դերանիկ Դեմիրճյան կարող եմ նշել, բանաստեղծ եւ հիմնականում հայ գրականություն եմ սիրում։ Սիրում եմ Համոսահյան, նաեւ Եղիշե Չարենց։ Հատկապես վերջին երկուսի հետ կապված մեր ճաշակները ինձ թվում է համընկնում են, Ալվարդ։ Ձեր դեմ խաղում է Գևորգ Դադայանը, էներգետիկ Երևանից։ Խորհրդային գրող Նոդար Դումբաձեն «Ես, տատիկը, Իլիկոն եւ Իլարիոնը» վեպում մի գործընթացի մասին գրում է։ Ներկաներից ոմանք գրում են, ոմանք նկարում են, ոմանք խաղաղ զրուցում են։ Այդտեղ նույնիսկ կարելի է հանդիպել երազողների։ Նրանք չեն գրում, չեն նկարում, չեն խոսում, լուռ նստում եւ հանձնվում են իրենց երազանքներին։ Ինչու նրանք դա չեն անում տանը կամ այգում դժվար է հասկանալ։ Շատերը նույնիսկ քնով են անցնում։ Ուշադրություն հարցը։ Ինչն է այսպես նկարագրել Նոդար Դումբաձեն։ Ժամ։ Դասանի Գրադարանը աշակերտ։ Դասան են նկարում։ Ահա, ուրիշ։ Իսկ եթե ներկայացման ժամանակ ինչ-որ անհետաքրքիր ներկայացում Բայց Նկարել, ներկայացման ժամանակ խոսում են, գրում են, գրել, ասենք դասանում, նկարում են, խոսել, գրել, խոսում, զրուցում են կամ զրուցում, քնում են։ քնում են անգամ։ Հա։ Ստում ինձ էլ է։ ուրիշ։ Դասի։ Միջավայրի ասենք, լավ, գրադարան դպրոց, անցանք, ուրիշ, ինչ միջավայր կանան որ դի։ Գրում են, դպրոցի տրամաբանության համալսարան փողոցում։ Գրադարանը կարելի։ ուրիշ։ Վերսը չկա։ Հեսա պատրո։ Ասեք։ Մանկապարտեզում էլ կարան լինի, չգիտեմ, ավելի փոքր հասակ, Ասում եմ, չգիտեմ ինչու չեն նրանք տանը անում դա։ Որովհետև ստիպված են։ Չիպաս լուր նստում են։ Հարց ձևակերպում ոնց է, որ Ինչն է այսպես նկարագրել։ Նանե, Արթուրը կպատասխանի հարցին։ լսում ենք ձեզ Արթուր։ Այդպես է նկարագրվել դասարանը եւ այնտեղ գտնվող աշակերտներին։ Ոմանք քնած են, ոմանք նկարում են, ոմանք էլ գրում են։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ոմանք գրում են, ոմանք նկարում են, ոմանք խաղաղ զրուցում են։ Շատերը նույնիսկ քնով են անցնում։ Նոդար Դումբաձեն այսպես է գրել համալսարանում կամ դպրոցում անցկացվող դասախոսության կամ դասի դրա ընթացքում ուսանողների եւ աշակերտների դրսևորած վարքագծի մասին։ 6-3 ես արձանագրում եմ գիտակների հաղթանակը եւ նշում հաղթողների անունները։ Արթուր Փաշիկյան, Լիաննա Վարդանյան, Սյուզի Ազատյան, Ալվարդ Ղուլիջանյան, Էրիկ Վարդանյան եւ թիմի ավագ Նանե Թամազյան։ Պարոն Հայկ Հայրապետյան։ Ես եմ, լսում եմ։ Պարոն Հայրապետյան, ով էր այսօրվա խաղի լավագույն գիտակը։ Ես կընտրեմ թիմի ղեկավարին, կապիտանին, շատ
խոհեմ եւ իմաստուն որոշումներով բերեց թիմը հաղթանակին։ Շնորհակալություն։ Նանեթ Համազյանը ճանաչվում է այսօրվա խաղի լավագույն գիտակ եւ ստանում է Հերման Հեսսեի Սիդհարթա այլաբանական վեպը Վաչե Թովմասյանի մակագրությամբ։ Թիմի բոլոր անդամներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է առաջիկա համերգի հրավիրատոմս 2 անձի համար։ Հիշեցնեմ, որ Մարմարե արծվի մրցանակակրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է 20-րդ համերգաշրջանի աբոնեմենտային քարտ։ Պարոն Սերգեյ Քոչարյան, Այո, պարոն հաղորդավար։ եկավ ժամանակն ընտրելու լավագույն հեռուստադիտողին։ Հիշեցնեմ հաղթող հարցերի հեղինակներին։ Ալեքսանդր Գաբրիելյան, ուխտերի անցած առավելագույն ճանապարհի մասին, Պատվական Համբարձումյան գերմաներենի հանդեպ սեր առաջացնելու մասին եւ Ասիա Աղեկյան գրքերի երկխոսությունների գծիկների մասին։ Ես կընտրեմ Ալեքսանդր Գաբրիելյանի հարցը ուխտերի վերաբերյալ։ Ալեքսանդր Գաբրիելյանը ուխտերի անցած առավելագույն ճանապարհի մասին հարցով ճանաչվում է այսօրվա լավագույն հարցի հեղինակ եւ ստանում է լրացուցիչ 50,000 դրամ գումար Յունիբանկից։ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Պարոն Հայկ Հայրապետյան, հիշեցնեմ այդ հարցերը։ Լիլիթ Չախոյան, ներկայացումների ժանրերի մասին, Վլադիմիր Գալստյան, կռվախնձորի մասին, Ժաննա Ադամյան, երեխաների նախագծած զարդարանքների մասին, Կարապետ Խաչատրյան, 50 Cent-ի, The Weeknd-ի եւ Eminem-ին նվիրված հարցով Գևորգ Դադայան, դասի ժամանակ սովորողների վարքագծի մասին։ Հավանաբար կընտրեմ առաջին հարցը, շատ հետաքրքիր էր ու շատ հատկանշական էր, որ երիտասարդ գիտակները պատասխանեցին այդ հարցին։ Շնորհակալություն Լիլիթ Չախոյանը ներկայացումների ժանրերի մասին հարցով ստանում է 50,000 դրամի նվեր քարտ Աթենք ընկերությունից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV-ի եթերում։